ժամվա մեջ արա։ Փող է, փող։ Սպասի, նա բան արա, մտածում։ Արա Երիկին արա, մեր Երիկին։ Վայ ես քո ցավդ եմ, Երիկ ջան։ Ջան, մատ համար Երիկի համար։ Թարաշի չէ, հաշի։ 67 հիշը։ 67 քարա հա 67 Алло, Эрик, добрый брат, Минаична. Ha Erikcan, obiektum ես չէ, հա, դուս չես գալու, բրատ դեպ կապատայել, չէ, դուրս մի արի, մի 10 րոպեից դեպ կլնեմ, բրատ ասում դեպ կապատայել, չէ, հեռախոսով խոսելու բան չի, կգամ կացեմ, ցավդ տանեմ, Երիկcan, հա, հիմա գալիս եմ, Նաջան, Եղել այդ գործը, կյանք ջան, անպայման, լսիլ այդ բողկը եբ ագալուտուն, ոչ թե ինչ բողկ, աղջիկ ջան, խիկան այդ բողկը ես աշխարում, մարդը, լավ, նեղանում է, սիրուն ջան, չէ, ինքը բողկ չի, ինքը ճական դեղ է, Լավ մարդ եկավ մոտս, նա, չէ, ինչ ես խսում, դու իրան չես ճանաչում, ինքը բողկ չի, ինքը գետնախնձոր է։ Վայ, դոբրի Մինայիշ ջան։ Ուրեք ցավդ, ոնց է սկորկը զիմ, սկորկը նետախպես, չես սկորկը, ոնց ես հիմա։ Ապերացիայից հետո ոնց որ 10 ժամակ, տանում 5 անգամ ման եմ տալի ռեստորաներով աղբերես յուղնը վրիցս ծորում է։ Ջան, մերնեմ են ենթաստամոքս են գեզիտ մեն աչուկային ավշահանգույսներիդ, Երիկ ջան, գործ ունեմ հետ աղբերես։ Մինայիշ էդ ինչ գործը որ չկարանամ լուծեմ, իմանուշ աղբեր, մերնեմ մատներից ճկունությանը։ Երիկ ջան, հա, շատ արագ դիկովորոշվել, արի ասան։ Ուրեմն Երիկ ջան։ Մի րոպե Մինայիշ։ Ժենո ջան, ես թղթերը մի հատ ուղարկի քաղաքապետարան, თუ այդ քաղաքագլուխները զբաղվեն։ Ասա Մինայիշ ջան։ Ուրեմն լսի, Երիկ ջան, ուշադիր լսի։ Մի փոքր պրոբլեմ ունեմ, բայց եթե մի ժամվա մեջ տակից դուրս չեկա, բրատ, քաշված եմ։ Հա, կատոկի տակ են գցելու։ Հարայ աղբեր, եթե իմ աղբորը, ով կարա կատոկի տակ։ Այդ ինչ հարցեր է, մետոդի մանրամասը մեկ բացատրի։ Ուրեմն լսի։ Հա։ Նոր, այսինքն խեք չի մնացել ինչ նոր, մի ժամ առաջ էլի, մի հատ անհույս կիսա մերդո, ինչի կիսա մերդո, հել լրիվ մեռած մարդ էին բերել, մոտից բա թե սրա պիտի օպերացիանից փրկես։ Հուտեղ դե գիտես, աղբորը մատների ճկունությամբ սկսեցի օպերացիան։ $10,000 Երիկ ջան, պիտի մի ժամվա մեջ փաթվեն։ Հրաչունե կուրսի է։ Բա հրաշներ կուրսի է, բա։ Տակ, իմ աղբեր։ Ինչ անենք աղբերս։ Այդ $10,000, բայց լսի Մինայիշ ջան, ես մի բան չջոգեցի, աղբեր խի երեք չասիր։ Դու Երիկ ջան, մեռնեմ սրտիդ, ես ասում հիվանդին նոր էին բերես, մի ժամ առաջ, հիվանդը 10 րոպե առաջ է մեռել։ Հրայ աղբեր, բայց ինչ կապ ունի այդ 10 րոպեն է, ինչ կապ ունի, մարդս մարդրնի չէ։ Արա ցավը տանեմ, հիմա դու ինձ մի բան ասա, Երիկ ջան, դու ինձ կարաս օգնես, ես քեզ մի ամսվա մեջ այդ գումարը բերեմ փակվեմ։ Վայ իմ աղբեր, վայ ես քեզ օգնեմելով օգնի, իմանուշ աղբեր։ Ինչ եմ ասում Մինայիշ ջան, երեք որ ասեիր, երեք մոտս $15,000 փող կար աղբեր ջան։ Էդի տարանք են վճոյ քյորփա քրոջը աբորտ արինք, այդ փողերն է փակվենք բժիշկին։ Ոնց $15,000։ Բա, Աբորտի։ բա, Երիկ, բայց ինչ բերեցիք մոտս, այ ցավը տանեմ։
Դե ասինք ամեն մյուս ստից մտից բանի համար Մինայի ջան քեզ չենք անհանգստացնելու։ Ամեն չէինք ուզում ախպեր որ շուխուռ լինի, հասկանում ես, վճոն բաջանաղս է, չէ, ջոգում ես։ Բա ինչ անենք։ ոնց թե ինչ անենք, ախպեր ջան, եթե հարց չկա, քո հարցերը ցվետ լուծում ենք, ճիշտ անդե շուխուռներ, հա։ Բայց եթե մեր հետ вообще կապ չունի, ես քո հարցերը լուծում եմ ցվետ։ Ջան։ Նայ, ասի $10,000։ Հա $10,000 մի ժամվա մեջ Էրիկ ջան։ Հա, Մինայի ջան, ես քեզ $10,000 ապրանք եմ տալի, դու ճակուր մարդ ես ախպեր ջան։ 10-ով տուրի դրա թողի թա։ Ապրանք։ Հա, 10,000-ի։ հա, Ինչ ապրանք։ բուդ։ Ոնց է։ Բուդ։ Ախր բուդը, հա։ Մինայի, այ ասա։ Հնայ, նա ինչ բդեր են, Մինայի ջան, ուրեմ լավ լսի։ Ախպեր ջան, ես քեզ 15,000-ի բուդ եմ տալի, դու թաթարի, ոնց որ կանեն թաթարները 10-ով նաղդում ես, ու մի ամսա մեջ այդ 20-ը փակվում ես հնձի։ $20,000։ Ցավոտ բայց ես քեզ նաղդ ապրանք եմ տալի, չէ՞, Մինայի ջան, բուդ։ Հասկացանք բուդ, հասկացանք, բայց այդ բուդը ախր ոնց ես փակվեմ 20,000-ի, այդ ցավը։ Մի վարքան։ Բուդը ես այդքան ինչ անեմ։ Ախր բուդը բուդա բերում։ Բուդն էլ փողա, չէ։ Փողը փողա բերում, փողը տոկոսա բերում ախպեր ջան, իսկ տոկոսը շահա, շահն էլ կայֆա, չէ, իսկ կայֆը փողա տանում, իսկ վաչիկի քուրն էլ երեխայա բերում։ Բա իմանուշ ախպեր, այս կյանքը բանանա, պրոստը պետք է իմանաս որյանից կծես։ Էրիկ ջան, ախր ինչ կապ ունի բանանը բդի հետ, ախր ես այդ $20,000 բուդը ոնց մի ժամվա մեջ նաղդեմ, հասկացի։ Մինայի ջան, տեխնիկայի հարց է։ Տեխնիկա։ Տեխնիկա։ Արի ասեմ, արի։ Արի ախպեր ջան, ես քեզ ունենակ բուդ չեմ տալի։ Արի ինչ ուզում ես ախպեր ջան, արի։ Արի ասեմ իմանուշ ախպեր, հա։ Կարամ դեզադորներ տա Մինայի ջան, ո՞նց է կումար։ Էրիկ ջան, դեզադորների համար լավ է, բայց ես դեզադորը ինչ եմ անում այդքան։ Ասեմ քեզ, 800-ով տալիս եմ քեզ ախպեր ջան, չնայած ին վրա այն աստվածաբակա 1000 է նստած։ Հա ախպեր ջան, լսի, 10,500 առնում ես, այդ անում է 8,400,000 դրամ։ Այդ որ ինվենտարիա ենք անում մարկից ֆրանկին, իմանուշ ախպեր։ Էդի քեզ անում է 11,000 եվրո։ 11,000 եվրոն էլ, որ վերածում ես մեքսիկականի ինչ անում իմանուշ ախպեր։ 11,000 եվրոն ես որ վերածում, մի րոպե 11,000 եվրո, 19,000 պեսո։ Աբրիս, էդ էլ ինչ արեց։ Էդ էլ արեց 175,000։ Աբրիս, վրացական լարի։ Ումը լավ եմ, շեֆ։ Ուղեղդ լարի։ Չես տնում Մինայի հետ խոսում եմ։ Հասա Էրիկ ջան։ Մինայի ջան, կարող ես ձեռից հեռախոսներից տամ։ Արախպերեսի գիտես ինչ գործիք է, որ իմանան ինչ գործիք է, բիրիկ 10-ով 20-ով կառնիկ էթան։ Մինայի ջան, էսի նրանցի չէ, որ զանգողի համալն է գրում։ Այդ սա հեռախոսներն է գրում են։ Ախպեր ջան, էսի զանգողի համալներ է գրում, անունն էլ է գրում, ազգանունն էլ է գրում, ծննդյան թիվն ու մահվան պատճառը։ Ոնց է կումալ 1200 տամ, հրաշն է կուրսի է։ Արա մեռնեմ սրտիդ, Էրիկ ջան, ախր այդ վատը էլի որ հրաչը կուրսի է։ Թող հրաչը կուրսի չներ, ես գոնե մի 2 օր ժամանակ դեմս կունենայի։ Դու ախր հասկացի, մեռնեմ սրտիդ, մեռնեմ այն ջիգարիդ։ Դու ես այդ մի ժամվա մեջ ոչ այդ քո այդ բուդդ կարամ նաղդեմ, ոչ քո այդ ասած ես դեզադորները, ոչ էլ ես մահվան պատճառ գրող հեռախոսդ։ Լսի, Էրիկ ջան, ես չէի ուզում ասեի, իհարկե ուրիշ ձևի չընդունես։ Չէ, Մինա ջան, ասա։ Ախպերական էլի։ Ախպեր ենք, այ ախպեր։ Ցավը տանեմ։ Դու երևի չես մոռացել, որ մի տարի առաջ 45 տեղից դանակով ծակած բերին մոտս։ Նոր տարուն։ Նոր տարի հիշում ես։ Դու լետ հեչ։ Դու մեռնեմ սրտիդ, աչվոտդ կտրած, ձախի տեղը փոխած, սիրտու թոք խառնված,
ստամոքսը շուռ եկած, աչքերդ հանած, ակաշներդ փրթացել, որն ասեմ, դու ավելի լավ ես հիշում, չէ։ Գիտեմ, Մինայ ջան, ոնց չգիտեմ։ Գիտես, չէ։ Հա, բա։ Չես եմ մոռացել։ Չէ։ Մի ժամվա մեջ փրկեցի, ասա չէ։ Ոնց ասեմ, չէ, Մինայ։ Ոնց ասեմ, չէ, որ ելեն քո ներկայությամբ։ Ապրես։ Ահա։ Ոնց ասեմ, չէ։ Դե որ ուրեմն չէ, չի ուրեմն հայա։ Հայա։ Նշանակում է Երիկ ջան։ Հիմիել իմ կյանքը քեզնից է կախված ախպերս։ Այս մի ժամվա մեջ, եթե հանկարծ տակից դուրս չեկանք, ախպորդ կատոկի տակ ենք գցում ախպերս։ Որ ախպորս։ Քանի ախպեր ունես, մի նայի ախպորդ, դե հիմի դու նայի։ Մինայ ջան, ուզում եմ վերևներից լինի, հլնեմ Աստված, կիշնեմ գեդին, այդ քո փողը ձև չկա կճարեմ, Մինայ ջան։ Հաց հավատ տանը։ Բայց մի րոպե Մինեշ, թող կենտրոնանամ, էլի, կենտրոնանամ մի քանի տեղ զանգեմ։ Հա, Մինայ ջան, դու ինձ մի կես ժամից 40 րոպե զանգի, հա։ Հաց հավատա, ես քեզ մի 20 րոպե զանգում եմ։ Համերն եմ սրտում։ Հա, Մինայ ջան։ Մինայ ջան, արի։ Ինչ կա։ Արի։ Ինչ կա Երիկ ջան։ Ժենո ջան, նա տականջները փագի։ Ուրեմն Մինայ ջան, ստեղից մտնում ես Խինկալյանոց, մեր Սամոյի Խինկալյանոց։ Հա, մեր Սամոյի մոտ։ Ինքն է կարող է քեզ օգնի։ Անդեղից դուրս կգաս Կեթաս Տիկոյի Զավչաստի խանութը։ Ես իրան զգուշացրել եմ։ Ինքը քեզ մի 5000 ոնց զգուշացրել ես։ Այդտեղից դուրս կգաս, ես կզգուշացնեմ։ Ինքը քեզ մի 5000 կարող է տա։ Հետո մտնում ես մեծ բուրգ խորկարան։ Մեծ բուրգ։ Մինայ, չեմ բանից աչ ես մտնում։ Հա։ Ախպե ջան, ես իրանց հետ վիճված եմ։ Հասկանում ես, թե չէ ես ինքս կասեի։ Ապրես, այնտեղ մի հատ արհեստավար ճկունություն ես ցույց տալիս, իրանց հետ բուդումուդը շատ է պետք։ Պրոստը Մինայ ջան, չասես, որ իմ բդերն է։ Ես իրանց հետ վիճված եմ։ Դե գնա։ Գնա Մինայ ջան, ժամանակել մի կորս Հա, հաց հավատան եմ։ Մի 20 րոպե զանգում եմ, ցավը տանեմ։ Հա, Նատ ջան։ Հա, գնաց։ Գալիս եմ։ Հա, հավե։ Ուրեմն նոր Երիկի մոտ էի, ամեն ինչը պատմեցի, ուրեմն շատ ահավոր բան է կատարվել, ուրեմն նոր ոնց մի ժամ առաջ, մի խոսքով մի հատ հիվանդ էին բերել, անհույս հիվանդ, ոնց ասեմ, մեռած մարդ, հասի մի հատ օպերացիա արա, մի խոսքով այդ օպերացիա արեցի, բան ես կոմ չկարողացա բրգի, մեռել էր, այդ մարդը արդեն մեռած էր, հետո այդ մարդու տերերն եկան, ասին ախպեր, մի խոսքով փողա, տաս որ այն մարդը, այն մեռած մարդը փող էր պարտք էլի, հիմի այդ մարդու արդեն մեռել է, ինձնից են այդ փողն ուզում, հիմի Երիկն ասեց, մի հատ ասեց Սամոյին դիմի կարող է էլի, քեզ մի ինչ-որ բանով կարողանա օգնի էլի։ Մի հատ էլ ասա էլի։ Հարասամ ջան, ուրեմն լսի, ուշադիր լսի, ինձ մի ժամ ժամանակ է տրված էլի ախպերս, կատոկի տակ ենք գցում, ուրեմն մարդուն բերեցին մոտս չկարացա փրկեմ, այդ մարդը մեռավ էլի, այդ մարդը մեռած էր, արդեն մեռած մարդ էր, հիմի ինչ ասեմ, այդ մարդուն բերեցին մոտս ու մեռավ, այդ մարդու փողը պիտի տրվի, կարող եմ մի թեթև ինձ կարողանաս օգնես։ Եղավ ցավոտանեմ, քեզ էլ աջակցություն, շատ շնորհակալություն։ Սենց միշտ իրար պետք կան, տերը ցավոտանեմ, աջակցություն Սամ ջան, պրիվետ բերեմ ջան։ Մեծ բուրգ, եմ բանից, անչ եմ մտնում, հա, եղա, եմ բանից աչ, այս էլ եմ բանը,
Բարև ձեզ Տերեջան։ Բարև Արիա Խորժակ։ Մեծ արի ապրես։ Չէ, շնորհակալություն։ Վիճան դու ես ախպեր։ Հա։ Վիճան կարողա ձեզ բուտ պետք լինի։ Տող ապր բուդելապեն, դոժելապեն, գիտելապեն։ Էլարի։ Չէ, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ, հաջողություն։ Շատ շնորհակալություն։ Դու չես նա բուդարնովը չէ։ Որքանի ձեռը։ Քեզ օրեմ անքես բազմություն։ Հələ կարşı դրանք ես օր է։ Այստե լավ չի։ Ինձ կանչեցիք ապեր։ Դու ախպերը սարելը ցավը տանտրմով ես, ինչ ես, ինչ ես։ Մենեջեր ժամանակ հետո Դել հայրի դերեմ ասան օջակ ես մտա ախպեր։ Ակբան։ Քեֆ արեք, ձեզ բուտ հաստատ պետք չի։ Ուր դիգնայ, հա, ուր դիգնայ։ Դիկոյի խանութ։ Յո։ Ես եղանակն էլ բացվավ։ Ջան, արևը դուրս եկավ։ Ուրեմն հաստատ Տիկոն ինձ փող կտա։ Մինայիչ, ուղիղ Տիկոյի մոտ։ Տիկջան, պրիվետ ախպերս։ Քեզ Էրիկը զանգ չի տվել ապեր։ Խիպտի զանգ տա։ Հա, լավ, ուրեմն զանգ չի։ Չէ, տվել է, ասա։ Դե որ տվել է, էլ ինչ ասեմ, դու ասա։ Ինչ ասեմ, ցավը տանում, սենց էլի, լավ է։ Դե հմի լսի, ախպերավարի եմ ասում, իմ հետ դժբախտ դեպք ա պատահել։ Ինձ մի քիչ փող ա պետք ապեր։ Չէ, այդքան չունեմ, բրա։ Այ ախպեր, նա սպասի ասեմ, ինչքան ա պետք նոր ասա չունեմ։ Այդքան էլ չունեմ։ Հալավ այդքան չունեցածի կեսնը չես կարա տաս, ախպերս, ինձ ընդհանրապես հիմա մի քիչ փող ա պետք։ Ինձ էլ է պետք ախպեր փող։ Արի ես քեզ տամ 24-ի կալենվար, 0-ի պարբրից ջորի տորմուզի ծիծիկ։ Ախր այդ կալենվար, մալենվար, մանավան ծիծիկ հեչ պետք չի, ինձ փող ա պետք, էլ եմ ասում, փող։ Oh my god, ախպերս, մի րոպե լսի, բզգում ես, չէ, ինչ մակարդակով խանութ, հələ Viber-ը նայես խանութին, տենում ես, չէ, ինչ սուպերմարկետ ախպեր, լտես, Viber-ը տենում ես ախպեր, ամերիկացի կսրան ասնեն choice, 1, 2, 3, choice, բայց այս choice-ը մի կողմ, ախպեր, ամիսներով ավետուր չկա, փող չի մտնում, ավտոս տեսա։ Հա դուս մի հատ հին զապ եք ամնացի։ Ախպեր զապ չինա, BMW-ա, երկրորդն էլ ըսես խանութ ունեցողը ցավը տանեմ, տենց ավտո կքշի, բագաժնիկ ես զամոկն էլ փչացել է, այսա մի շաբաթա առանց բագաժնիկ եմ քշի։ Այսինքն ոնց հասկացա, ավտո քշում ես, տեղներ ես գնում, բագաժնիկդ մնում, հա։ Բագաժնիկը մնացել է ապեր, մենք սաղս գնացող ենք։ Տիկջան, հիմա ես մնամ, թե գնամ։ Հələ դու ինչ ես, հորքուրիս մորական տատը տանը ծանր պարկած ապեր, հեսա ուր որայա կծննդավերի, բժիշկը դեղերա գրե, բայց չեն կարում ճարեն, բժիշկ մատես, հիմա որ այդ դեղերի անունը տան, կարաշ ճարես, իշքան էլ որ լինի, թեգուս փողով։ Հա բայց դու, Տիկջան, դու նոր մի քիչ առաջ ասացի, որ փող չունես։ Դոկտոր, Էդի հորքուրիս մարդու փողերն է, եթե կա դեղերը, եթե տան կարնենք բերենք ախպեր, իզուր այդ խեղճ կնիկը չտանջվի էլի։ Հələ ամեն դեպքում դեղերի անունն ասա։ Ասեմ։ Ախպեր ջան, մորֆի կամ թեկուս պրամիդոր, սրանից ախպեր, մի 100, 200, թեկուս մի բագաժնիկ կլի, լավ, ցիկլադոր, լեպոնեքս, տիզիրտին, ազալեպտին, վալյում, դե դիազեպամ, միազեպամ, սես բաներ որն է ախպեր, մի քանի ֆուր կվեկա։ Դու գիտես դրանք ինչ դեղեր են ու մանավանդ ինչի համար են։
Եթե հորքուրիդ մորական թե հորական տատը այդպես հղի վիճակում ինչ ասեմ դու մի տաբլետ կա չէ տաբլետի կեսն էլ հանկարծ քնի այդ ցիկլադոնը որ ասեցիր ոչ թե մի կամ 2 կամ 3 մի անգամից 12.5 կրակադիր կբերի Դե մի մեզ է տա պետք ախպեր ձեզ ում Մեզ ինձ ու հորական տատու Աչքից դու դեղ շատ ես սիրում ախպերս Ապա ես ընդհանրապես դեղ չեմ խմում հրաչի կուրսի Հրաչը Հտիկ ջան ես բժիշկ մարդ եմ ու գոնե մի քիչ հասկանում եմ էլի մի քիչ ես գործից հասկանում ես եթե դու դեղ չես խմում ուրեմն ուտում ես Ուտելը կարող է բահոսոված չենք սատկելու Բախի ես Երևանում ապրում ախպերս Բա որ դե ապրեմ բժիշկ ջան Ինչ ասեմ ախպերս եթե դեղ այդքան շատ ես սիրում դեղ էլի դեղ գնա Դեղարքունիքի մարզում ապրի Ապա դու ձեր մի ար ես ընդ Հինգաստանի դաչա ունեմ համառանուց Դիք ջան եթե չես ուզում օգնես ասա չեմ ուզում օգնեմ Հարա խես խապում խես ասում փող չունեմ ասա չեմ ուզում տամ ապե Ապա եթե չեպս 100 դրամ փող կա մտնեմ ես բիտոնի տակ ապա լրիվ սկած եմ քու արել Իմ արև բայց ինչի ոչ քու արև Հարա սա ասում եք քու արև մի օր մեկը չեղավ ասի իմ արև Սպասի կարող է դու արև չունես ախպերս Ապա եթե մի գրամ արև ունեմ ամոթ մեզ Ճիշտ ես ախպերս ճիշտ ես Դու արև չունես դու արև չես էլ կարող ունենաս Դու դուսկի լուսին էլ չունես Ուշադիր լսի ախպերս ինչ եմ ասում դու հայհեց դու վատ մարդ ես այս մեկը հաստատ իմ արև Всё. Տիկոն էլ վերջացավ։ Երիկին զանգտալու վաղտնա։ Մինայից ջան Քո ասած ոչ մի տարբերակ չգործեց, հա։ Ոչ մեկ ոչ մի ձևի չի օգնում։ Քու մոտ ինչ կա։ Ախպեր փողն եղել է Էնել 15000 ապե ջան Վայ! Արա Երիկ ջան, ջանիդ մեռնեմ, արա։ Ցավը տանը տո չել կասկածում, ապե։ Ջան, Տոնձի ասում ես ինչ Աստծոն ասա, Աստծոն, բացան լավն է, չգիտես, մինայից դու քո մոտ ես, չէ՞ բրատ։ Հետ սիմիթերներով գալիս եմ մոտդ։ Վայ, հիմա չէ, մինայից ջան, հիմա չեմ կարա ցավ տանեմ, դու գիտես Կեսուրս սա մեռը, ախպեր, հիմա ես էլ լենականի ճամփին եմ, են Չարենցավան չասած, ախպեր Մարդասիրական միջանցքը այդտեղ եմ, ընկեր, մաշնիս այդ բանն է փչացել Նու, ներքև էլի, լանժերոնա տրակ է Չհասկացա։ Պրոբլեմ չկա այդտեղ, դու բացային ավատա Երիկ ես քեզ ասեցի 20 րոպե, դու 20 չի 15 րոպե բանա մնացել, երիկ ես, բա հիմա ո՞նց անեմ։ Ես էթում եմ ախպեր ջան, գալիս եմ առավոտը ժամը 7-ին, 00 ձեր տունը մխած Ո՞նց առավոտ 7-ին։ Երիկ ջան, առավոտ 7-ին ես մորգում կլնեմ արդեն ֆարմալինի մեջ։ Արա մինայ ջան, զարմանում եմ, էլի ինչ ես ուզում, այ ախպեր ջան, ասեցի 7-0 տանը դեմը մխած եմ, ոնց Չեմ հասկանում, էլ ինչ ես ուզում աստուց Երիկ, Չէ, բայց ոնց գցում բռնում եմ, ես երախոզը բանի պետ չի, որ բանի խիդայի երաշտություն էլ նվագումը, ախպեր դնեմ մեկին պետ կգա Դրնեմ օրենքին, այ երախոզ եմ ասել Նատ, սիրուն ջան Վայ Երիկ, վայ ես խնկերած կաթ ինչ ասեմ արա, դու մոր կաթ ես կերեթե կեցիկլա դոլարը Դե մտածի, մինայիչ, մտածի, խիսենց բաների տակից ես դուրս եկել
Շատ քիչ է մնացել, շատ քիչ է մնացել։ Ես են դուդուկ ինչ եղա։ Հա։ Տեսեք էլի, ամենակարևորը բարոյ։ Ես ինտերվյու եմ տալիս։ Յա, արդեն են նորն ես ընկել որ ինտերվյու ես տալիս։ Հալալա քեզ։ Մի հարց։ Ինչու դուք հատկապես ընտրեցիք դուդուկը։ Առաջերտի նրա համար, որ դուդուկը Մոցարտի ամենանախընտրած գործիքն էր։ Դուդուկը։ Բայց Մոցարտը այդ թվականներին ինչ տեղեկություն ուներ դուդուկի մասին։ Առաջերտի ես կարծում եմ, որ մոնղոլ թաթարական արշավանքի մասնակիցներն էին հասցրել այս քսիֆը։ Քսիֆ բառը գրաբարից է գալիս, որը սակայն մեքսիկական ծագում ունի, որը մեքսիկերեն նշանակում է բուլավկա։ Բուլավկա բառը թուրքական գրաբարից է գալիս, որը նշանակում է medical supply, այսինքն բժշկական պիտույքներ, ինչն էլ հայկական բիզնեսի կարևորագույն մասնիկներից է։ Իսկ օրինակ այսպեսի մի հարց։ Դուդուկը զուտ հայկական գործիք է, թե ընդհանուր արևելյան։ Առաջերտին նա հայկական գործիք է, բայց այն ստեղծել են ֆաշիստական Գերմանիայի մարշալները, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի։ Բայց առաջին հերթին ամենայն դեպս վատ է, որ մենք քիչ ենք դուդուկ լսում։ Սրա ես կարծեմ գույլաղիկ եմ օպերացիալը թե դու չես սրա լեղապարկի քարերն եմ անել։ Դա նստած քարկտիկ է խաղում տղա ջան։ Բաժանաղս պատմում է, որ Լոս Անջելեսում կան մարդիկ, քիչ քանակով, որոնք նախընտրում են թուրքական երաժշտություն, քանի որ թուրքական երաժշտությունը տանելու հատկություն ունի։ Եվ այդպես էլ դա նրանց տանում եւ հասցնում է մահվան դուռը։ Եվ դա լավ է, գիտեք, դա նրա համար է, որպեսզի մեր գաղութներում ապրեն միայն ճաշակով մարդիկ։ Առաջերտին ուզում եմ նշել նաև, որ վերջին շրջանում շատ պաշտոնյա մարդիկ եւ գործունյա մարդիկ վերջերս շատ են սկսել հաճախել գիշերային բարեր եւ ակումբներ։ Եվ այն որ սկսում են այնտեղ արդեն սալտո տալ։ Ինչու՞։ Որովհետեւ բոսյակ են։ Բոսյակ սորակ։ Նոր ինքնաթիռը։ Իսկ այս ամեն ինչ կապ ունի դուդուկի հետ։ Ոչ մի կապ։ Ես կուզեի, որ դուք մի քիչ դուդուկի մասին խոսեիք։ Դրան հետ ժուրնալիստ կային, արա ոնց որ կռասի տակ ընկած բալոն կա մի։ Դա Որովհետեւ դուդուկի ամեն մի անցք ասես լինի կանացի սրտի մորմոք, որն առաջ է գալիս առաջին սիրո թրթիրներից եւ նախավերջին սիրո կսկիծախառն, բայց ցանկալի եւ գերհաճելի անուշներից։ Պրոստը շատ հետաքրքիր է, թե այդ ժուրնալիստկան այդ նույն միկրոֆոնով տան ինչ անում, հա? Իմ դուդուկը պատրաստված է հազվագյուտ փղոսկրյա գազարագույն մարմարից։ Իսկ դուք ինչ-որ մի բան չէի կատարի մեզ համար։ Ես չեմ կատարում։ Ես նվագում։ Լավ, նվագեիք որևէ գործ։ Առաջերտին քույրիկ ջան։ Այսպեսի մի ճշմարտություն կա։ Նվագելու համար պիտի նվագել իմանաս։ Ոնց եք Սյոբ ջան։ Սյոբ չէ, արդեն սյոբ եմ, այ սյոբ եմ։ Էլ ինչ մինայի, չէ, ինչ բա։ Արի, քո հետ էլ խոսամ, արի։ Չէ, շնորհակալություն։ Նորմալ է։ Ամեն ինչ լավ է, դու լավն ես, աղբեր ես։ Ալես միլիցուն է յարա։ Դու ասա ուր ես էթում, արա։ Մի քիչ էլ պատմել է դեդիլեշի մասին հա։ Լավ էլ երիկ վերջացրու։ Դե ու գիտես ինչ, գիրտ խոսամ, եւ անունս էլ լրիվ ասա։ Հա։ Անունդ մահվան պատճառը։ Լալա։ Նատալի խնդրում եմ պատմել այդ բթամիտ ավանակի մասին։ Վերջացրու։ Բայց ես վերջը դու եկես։
Հեչ ռոմանտիկա չունես։ Ես ռոմանտիկա չունեմ, բայց Սավետանեմ ռոմանտիկան չեղս դրած է։ Պրոլետարիատի առումով է դրած է, սրա համար 3 հատ պրոլետար եմ խփել։ Դու կարդամ լսի էլ։ Դու իմ արեք, Նատալի, քո օքին ես ինձ տալի, քեզ չեմ թողնի ես անքում, մասիս սարի արանքում։ Ես ինչու՞մ ես վիրարը։ Ես ինչ կույնա։ Դուրս ես չի գալու։ Էս ինչ էր մտքով է անցնում, արա։ Էս ինչ ձև ես խոսում։ Ես իմ իշեշ խոսում եմ էլի։ Դե լսի։ Լսում։ Էրիկիս։ Ախ ինքն քուշ սիրուների։ Քեզ ասում եմ բավ է, հերիք։ Դու գազան ես անգողում։ Այս կողմ եւ այն կողմ։ Բաց։ Բրավո, բրավո։ Մի հապել չի։ Արա դե լավ էլի։ Դու ոնց ազդում ես նկարավորես։ Ոնց որ ինձ նայես բեսը։ Բայց խի, Բաշինջարյանն է։ Իրա գործերից է 3 հատ օրիգինալ կա, մեկն էլ մեր տանն է։ Բաշինջարյանը մեռնում են նստելու ձևին, պեյզաժ է նկարում։ Դա սա ինչ է։ Ինձ թվում է Բոտիչելի։ Որդոլուի մեջները թեփ լսնեմ ու ախեմ լացքի պարած։ Չունի։ Խփելու եմ։ Այդ արարոս։ Խփելու եմ ձեզ։ Բարոյակաշերես։ Միրո։ Դոսուր, կոսոչուր, աչքաշի կայնի։ Դու էլ դոտաշի կայնի։ Մի րոպե, Տարակրոս։ պարոն Տարակրոս, մի վարկեն ես ձեզ մի բան բացատրեմ։ Դե ինչ է բացատրես այդ փոշոչուն։ Մետ հանգստած է չո բանիշուն, ինչ ես բացատրում։ Դու սուրս այ հայկուշ։ Ես սոպերից Հայկուշ։ բատիկ մեջ աֆարալը։ Բացրի Նատալի։ Խաբլան Շորե, կարա ստելասեք։ Մի րոպե էլի Տարակրոս ջան։ Մի րոպե դու հանգստացի։ Հա, հանգիստ եմ։ Այս մարդը թող բացատրի էլի, դու հանգստացի էլի, հանգստացի։ Հանգիստ եմ։ Ահա։ Բացատրի։ Բացատրի։ Դե հիմա լսի այ մլուտյու, Հոպ։ միլիցա։ Միլիցիոներ չի, Բա։ ինսպեկտոր է։ Ինսպեկտոր։ Հա շուտ աս այ ախպեր։ Ես էլ եմ ինսպեկտոր։ Տեսա՞ր։ Ինչ ինսպեկտոր։ Որտե ես կայնում։ Հայ ախպեր ջան, ես չեմ կայնում։ Ես միշտ շարժման մեջ եմ, որովհետև ես նալոգովի ինսպեկտոր եմ։ Ու քեզնից ինչ նալոգովի ինսպեկտոր, հա։ Ոնց այ ախպեր։ Խի ականջներիցս չի երևում։ Ինչ պետք է երև արա։ Եթե ականջներից չես հավատում, սրան հո պետք է հավատաս։ Ճանաչել իմաստություն եւ զղրատ իմանալ զբանս հանճարոյ։ Ես այս տանտեղը ընդհանրապես չգիտեի։ Ես իմ մարդ ունեի եթում, հասկանում ես։ Արա իմ տան միջով։ Արա ախպեր ջան, դուրսը սա քանդած է, էտալու տեղ չկա, բա որտեղով էթամ։ Վայ Երիկ, արա, բարաբը հեչ խելքի մոտիկ բան չի արա, չեմ հասկանում։ $15000 արա մի հատ աբորդի համար, մեկը չկա մի $40,000 քուցվելուց առաջ տար աբորդի պրծնեինք։ Այ Տարակրոս ջան, դու չգիտես, որ տարածաշրջանային ինտեգրում է կատարվում։ Հետո Արմենթելը կանալիզացիայի գծերն է փոխում։ Այս մարդը ամբողջ քանդած ոնց գնար տուն։ Դուրը բացեց ներս մտավ, ասեցի այ ախպեր ջան։ Հյուրն աստծունն է։ Ստվում է դուք սուտ եք խոսում։ Ինչ է խոսում։ Տարակրոս, լավ է։ Չէ, բայց ես ինչ է խոսում։ Ինչ անվստահության մթնոլորտ է ստեղծում։ Դու իմ կնգահետ պարկել ես։ Վայ, Վայ լավ էլի Տարակրոս։ վայ ամոթ։ Այսքան տարվա օրգանի աշխատող ես։ Մի Ինձ նոր րոպե, ես Հայկուշ։ ճանաչում։ Ես ընդհանրապես չեմ պարկում։ Հա, իշազ ունեմ։ Ուրեմն կանգնած եք արել, հա։ Այ մարդու, այ ախպեր ջան, ես աստվածավախ մարդ եմ։ Ես չեմ շնանում։ Շնանալու գործում չկամ, ավետարան չես կարդացել։ Ավետնով է։ Վայ ավետարանը Տարակրոս, այն որտեղում վերջում խաչում են։ Այ ինչ։ Մարդը ունի հոգի ու մարմին։ Կյանքի իմաստը կայանում է նրանում, որ դու գտնես քո հոգու կարուսալով շնչես տեզերքի աստրալ ավուրան։ Բայց կյանքն էլ մի տերև է, չէ՞ Տարակրոս ջան։
Նայած։ Քոնը տերևա, իսկ իմը ջարդած բաժակա։ Բա տարագրոսին ինչ է։ Ինձ թվում է ճղած դհոլ։ Բայց այս ամեն ինչի ինչ կապ ունի ձեր արածի հետ։ Արեց ես, դուրը բացեր ասին մտնեմ էլի, հեսա։ Ես ինչա։ Չի ելևում, որ երեգնաձորի արդար նեղրը։ Սկական է, թե շաքար մաքար ես խառնը հետը։ Անհարմար չի, հլու մի հատ նայեք, մեջ մի հատ շաքարի կտոր կա։ Չէ, ախպեր, դու չի գալի, մի քիչ վռիկակ ու աշկերնել են չի, հաստատ դու շաքար խառնած կրնես։ Կրնի։ Ախպեր ջան, այս աշխարհում երկու բան կա, որ ճիշտն են սիրում, մեղուն ու էլեկտրականությունը։ Այսինքն, եթե սխալ իրանց մոտենաս, կխփեն։ Ես մեղը պեչի, չէ։ Չէ։ Չենք ուզում գնա։ Հա, գնա, բայց առեք որ գնա։ Այ մարդ գնա։ Լավ, ծիրանի անավուն ես։ Ճիշտն ասած, ծիրանի արաղս բարձելա, բայց լավ Սևանի էլևատորի կոմբի կոր։ Այ մարդ գնա։ Երևանին Գնա! ասես 70 կոպեկ է։ Գնա։ Լավ, հանգստացի տարագրոս։ Պարոն տարագրոս։ Մարդա հյուր է եկել։ Գնա, ախպեր ջան, Գնա։ Գնա։ Ես կարողա Չէ, կարողա չկա, գնա։ Դերա տարագրոս ախպեր, քանի որ ես ամեն ինչը սենց լավ վերջացավ, նստեք ախպերավարի մի միթաս բախանեք իրար հետ։ Չհասկացարա։ Դու գաս իմ տուն, գնգասը շատ կներեք էլի, ես մեղրի պատճառով մոռացա Երազս պատմեմ։ Ուրեմն Երազիս պապուս տեսա, պապս լավ թուրք խփող պապ է եղել, էլի։ Հա, հետո այդ թուրքերն էլ իրան են խփել, որ լավ են խփում, մեռնում են։ Պապս էլ մեռել է։ Երազիս եկավ ասեց Թորնիկ ջան, ինձ շատ էր սիրում, էլի։ Ասեց բանարա, արի գերեզմանը քանդի, ամեն ինչ կիմանաս։ Էդ ի՞նչ է նշանակում։ Ինձ թվում է ճամփա պետք է դաս։ Ճամփա։ Ուր։ Լորի փամբակ։ Դե գնա։ Հիմա էլ գնա, հասի լոր փամբա։ Գնա։ Ասի։ Դու իմ կենգա հետ եղել ես։ Հանգիստ կարող է։ Նա դու մը թրի կոֆե դիր, թրի։ Լսի պարոն տարագրոս ջան։ Դու ինսպեկտոր մարդ ես, հասկացող մարդ ես, լսի քեզ ինչ եմ ասում։ Պետք է գնայի փողոց։ Մի մետ աղջիկ բռնեի 30 ման այդ փողն գնեի հետ, չգիտեմ ինչ ընկնեի։ Հասկանում ես։ Արի այդ փողը քեզ տա բրցանենք։ Ոնց արա։ Ոնց։ Պետք է դուրս գայի փողոց։ Մի հատ աղջիկ բռնեի 30 ման այդ տայի, արի 5 ման այդ քեզ տա, ու բրցանենք։ Էս ինչ ես խոսում։ Սոց! Դու կոֆետ իր երբ որ ջիգիտներն են խոսում։ Դու իրան մի լսի տարագրոշյան։ Հենց այդ 5 մանեկ ախպեր ջան քեզ տա։ 5 բայտ ո՞րն արա։ $5։ Հա, բատա ախպեր ջան։ Զդաչի դուր։ Ախպերս ես շո։ Այդ ինչի։ Զդաչի չունեմ այդքան։ Լավ, հասկացա։ Էս 5000 վեկանն է։ Էս $10 անոն, չէ։ Զդաչի պետք է ախպեր ջան։ Ես վաղն էլ կգամ։ Ոնց։ Հայ ձև։ Բայց հաստատ կգաս։ Հա, բամուց անպայման։ Չէ, հաստատ կգաս։ Հայ ախպեր, փողը տվել եմ, ո՞նց կարող է չգա։ Ախպերիդ որ ասում են վաղը կգամ, չեն գալի, այդ վաղը խոսքից ուշ դեմ մնվել, ցավը տանեմ։ Հրատարակրող ջան, ես ինչ ես ասում։ Հրաչը կուրսի ախպեր։ Ախպեր ջան, ցավը տանեմ, հա, հրա չգիտի, Աստված հրա չի, բայց դե վաղը կգաս կտար։ Ախպեր, եսի աներզակիս նավերն է, էլի։ Չհասկացա, այդ խիլու ամուսնացած ես։ Կոֆե դրի։ Դու մի կողմ գնա։ Լավ, տարագրոս ջան, վստահում եմ ախպեր։ Այ մասիրտս հանգստացա։ Խմենք տարագրոս ախպեր մի միթաս։ Խմենք ախպեր։ Աստված ձեզ հետ կներեք տեսան։ Դուք ով եք։ Մենք Աստծո խոսքն ենք տարածում։ Եհովայի վկա ես, քուրիկ ջան։ Ոչ, մենք ուզում ենք Աստծո խոսքը մտածնենք ձեր մեջ։ Որ թեմն է ձերը։ Մերը թեմ չի։ Ու եկեղեցին ունենք։ Հայկուշեն տղաունը ինչ էր, որ հա խաչում են։ Հիսուս։ Հա, Հիսուսին հավատում եք։ Հիսուսը մեր Տերն է։ Մենք չենք հավատում Հորը եւ Որդուն։ Բա ում եք հավատում, տաղան հորողբորն ու բաժանաղին։
Տիկին դուք շատ հեղու եք կամ Արանք եւ նշխարք։ Այս դուրը փագելա պետք։ Տիկին, մի 100 դրամ զողողություն արեք Աստծո եկեղեցու համար։ Մի 50 էլ Սուրբ Հոգու։ Ախ ինչ լավն եք դուք, Սուրբ Փույնիկներ։ Դուր գիրքը, Սուրբ գիրքը։ Դե դուրս արի սրելից, դուրս գնա Սուրբ Հոգու, դուրս։ Այ ես բոյի սուտարա լեննականի տրասին մարդասիրական միջանցքի մոտ, արա ես Լսիլ է Տարակրոջյան, այդ ճիշտ է, որ ես մեր Նատալին նայթ կլաբում երգում է, բայց ցերեկները։ Հրաչներ, երիկներ, նորանուններ, ու իրենց կարծիքով ամեն ինչից ջոկող, նոր խավեր են հայտնվել ու տակից խաղեր են տալիս։ Դո դրանց, կարճ ասած, հապավումով կարելի է անվանել ԵԲՏԼ, այսինքն յուղալի տղեկի լիգա, ԵԲՏԼ։ Դու ախր սրանց գոյությունը ընդհանրապես չի արդարացվում։ Ինչ են ապրում, հա? Դու մանկուց ապրում են ուրիշի հաշվին, մեռնում են ուրիշի հաշիվներով։ Ու դեմքներին կաշի չկա, կոշ զամենիտելա, դաբախանի կաշի, իսկ տակը, տակը լիքը յուղ, ամենտեղ երանասեր եկել, ամենտեղ արտաթորում են գործի մեջ, գործից դուրս, ախր սրանց նմաններին գլխի ձևին պիտի նայես ու ուղարկես գազախուց, ոնց որ Ադոլֆն էր անում, դու ճիշտ էր անում, Հոսվենցի մեր սարքում, Բուխենվալդ, դու տարերի հերթականությունն էլ չեն իմանում, բայց իրանց գլխու ՍՊԸ-ներ են բացում գեղցիկ, ՍՊԸ, սահմանափակ պատասխանատվության ընկերություն, պիտի ՍՊՕ բացես սրանց համար, հահա, ՍՊՕ, սահմանափակ պատասխանատվությամբ Հոսվենցիմ, ու ես նոր հարստացած քաղաքացիների մասին չի խոսքս, գեղցիներին, գեղցի շներին, իրանց մերսեդեսներով ու BMW-ներով պիտի լսնես այդ գազախուցը ու վառես, հրկային է, դուք ձեր մարդու իրավունքները, թուրք են էլի թուրք, դու թուրքից ինչով են տարբերվում, չէ, սրանց ուրիշ տեսակ պատիժ է հասնում, քանի որ ինչ տեսնում են կողում են բերանները կնշանակի սրանց նմանների համար բերանացի պատիժ պիտի սահմանես, բայց ինչ եմ մրտմտում, արա ժամանակս թանկ է, ժամանակս թռնում է, 20 րոպե էլ չմնաց, ինչ անեմ, հա, ում դիմեմ, մինայջ դե մտածի, արա մտածի, ինչ ես սենց նստել Հավվայի խոսում, մինայջ մտածի, ում կարելի է դիմելում, սպասի, արա ես ոստիկան ընկեր ունեմ, բայարկե դրաստամատը, դրաստամատը չետա մոտը, հաբա ինչ, թե չետամ, ախր էտ էր երևի, թե տեղում կլի, այո, դրաստամատը, ոնց էի մոռացել դրաստամատի մատն էր, կտրվել բերեցի մոտս կպցրեցի, ոնց թե համար դրաստամատը, այո, եթե ուզեցավ կողնեցի, ոնց եթե ուզեցավ, նա պարտավոր է ուխնի, արա, մատը մոռացել, հա? Ես պարոն դրաստամատին եմ ուզում։ Պարոն դրաստամատը ինտերվյու է տալիս, չի կարող ընդունել ձեզ։ Չի կարող։ Ես Երևան քաղաքի Ադրբեջանի շրջանի մուլտիմայորն եմ։ Պաշտոնով միլպետի տեղակալ, նախասիրությամբ միլպետ, հոգու խորքում գնդապետ, սրտով հրամանատար, հայցաղով կապիտան, մասնագիտությամբ վարորդ։ Երթուղային տաքսի եմ քշում մեկ։ Ինչպես տեսնում եք իմ կոչումը, միանգամայն նոր կոչում է 5 աստղ եմ ես ինչպես հյուրանոցները աշխարհի եւ մեր քաղաքի ռեստորաններն ու բեզնակալոկաները։ Ուզում եմ ասել, որ ընդհանուր ես օրենքի պաշտպան եմ։ Անգլերենով police, ֆրանսերենով policier, տեսնում եք չէ՞ էրուդիցիաս։ Ռուսերենով միլիցիոներ, ԱՊՀ երկրներում տարածված ժարգոնով միլիցա, հայերենում մենտ,
արդի հայերենով ոստիկան, ղեկավարով մուսոր։ Դրաստամատ։ Մենք ոստիկաններս ծավալում ենք նաև բժշկական գործունեություն, քանի որ կոչվելով ներքին գործերի աշխատակիցներ, մենք ուսումնասիրում ենք եւ բուժում ենք կանացի ներքին բազում հիվանդություններ, այսինքն բզում ենք նրանց։ Երկու խոսքի մասին։ Ես ծնվել եմ Աղքատ Գեղջուկի ընտանիքում, անապատի խորքերում վայրի ժառի կատարին։ Մանկուց լքված եմ եղել հանապազորյա հացից, ջրից, քեչուպից եւ կանացի փաղաքշանքներից։ Այդ կանացի փաղաքշանքներից հիմա այդքան էլ չեն հետաքրքրում։ Դրաստամատ, մինա Հայրս հայրապետը սարերում եւ լայն դաշտերում հանդերում հետապնդեց բռնացրեց նրան վայրի ժառի կատարին։ Ծնվեցի ես, շատ դաժան մանկություն եմ անցկացրել, շատ դաժան։ 7 տարեկան հասակում հայրս, որ տարիների ընթացքում մի կերպ փողեր կուտակել, ինձ բերեց քաղաք եւ այդ փողով մեծ դժվարությամբ, շատ մեծ դժվարությամբ ընդունել տվեց միջնակարգ դպրոցի առաջին դասարանը։ 10 տարի հետո ես ավարտեցի առաջին դասարանը եւ կամավոր կերպով մեկնեցի բանակ, օրինակ եմ ծառայել երիտասարդությանը։ Այսինքն ինձ բռնեցին փողոցում եւ սիկտիվ կար ուղարկեց, ինձ առել եմ սիկտիվ կարում։ Ու քանի որ ես ունեմ մեղ բնավորություն, մաքուր հոգի, թափանցիկ հոգի, կարող եք տեսնել, տեսնում եք, սիրում եմ դաշտի ծաղիկներ։ Բանակում ինձ խոշտանգում էին, ծեծում էին, ես ասում եմ ծեծել, դուք հասկացեք դրա հետ կապված մյուս տհաճ ատրիբուտները, որոնք հիմա իմ այդքան տհաճ չեն ու երևի այդ պատճառը, որ կանացի փաղաքշանքներն ինձ այդքան չեն հետաքրքրում։ Թեև նրանց բդերին մեկ-մեկ սիրում եմ նայել գիշերային այդ քլաբներում, որովհետև ինչպես հայ մեծ դեմոկրատ գրող Դոստոևսկին ասել, բուդը մնում է բուդ, լինի դա կնոջ հավիտ թե տղամարդու։ Հիմա անցնենք նամակի բուն նյութին։ Անհիմն կարծիքներ կան տարածված որ մեր քաղաքացիներում եւ մանավանդ իմ քաղաքասում հանցագործներին ենթարկում են խոշտանգումների ծեծում են, նման բան չկա, ես չեմ հասկանում ով է տարածում այդ ասեկոսեները։ Դրաստամատ, եթե ինձ լսում ես մի վարքյանով ընդունի, մի վարքյանով։ Մի րոպե։ Ոստիկանություն։ Ալո։ Ինչով կարող եմ վնասակար լինել։ Այ այդ մեծ անջատ եք, հա։ Այդ ցավը տանեմ, այ հոգուտ ղուրբան, այ ախպեր ջան, այդ ցավը տանեմ, ոնց չծեծես, արա ոնց չծեծես, բույվել, եկը անասուն, տաղա արա, 15 տարեկան երեխույա բռնաբայել աղջիկա արա, ոնց չծեծես, 15 տարեկան աղջիկա բռնաբայել, ես ձեռներս արդեն, հա, բայց ես խղճով եմ վերաբերել, այդ ցավը տանեմ, հա, բայց թողեցի գնաց տուն, 15,000, ան ինչ որ պետք է տվել են, եղավ, կարող եք միացնել։ Դրաստամատ։ Կրկին, անիմն, կարծիքներ կան տարածված, որ մեր ոստիկանները կաշառք են վերցնում։ Ես էլի եմ կրկնում ով է տարածում այդ բամբասանքները, ոնց կարող է ոստիկան, это же звучит гордо, կաշառք վերցնել, ով է տարածում այդ կարծիքները։ Ու եթե կան դեռևս պատահող, հազվագյուտ դեռևս պատահող ոստիկաններ, որոնք թեկուզ 10 դրամ կաշառք են վերցրել, ու մենք չգիտենք դրա մասին, նրանք պատրվում են հենց մեր ձեռքով։ Նույնիսկ եմ կրկնում, այն ոստիկանը, որ թեկուզ 3 դրամ կաշառք է վերցնում, թող կոպի չհնչի ակե։ Բոլորս էլ մենք ոստիկաններս բարի մարդիկ ենք, շատ ազնիվ, բոլորի պես, ապրում ենք, քայլում, շնչում, երգում, պարում, այո մենք պարել ենք մեր բոլոր պարելը, սարի սմբուլները հետը, բայց կա մի պար, որ չենք պարել, ես ուզում դա ցուցադրել։ Մենք միշտ ապրում ենք ձմեռ թե ամառ, ու կնդրեք մեր հնչյունները, մենք մի քիչ բութ ենք տծև ու համառ, ինչպես թշվառ կնչուները, մենք բարեկիրթ ենք, համեստ ենք ու հեզ, միշտ դեպի մեզ, Մլիցեք, սիրացուն հուսաբեք զիլը տղեք, մլիցեք, մեր պայտիկը մի տեղս է տեղեք,
մենք պաշտպանում ենք շահերը Իմեր երգում եմ եւ փչացնում ենք պահերը մալիցեք մեզ տեսեք արտասվեք ու լացվեք Զրաստամատի ձենն է Ես կարծեմ արդեն ասացի, որ մենք ոստիկաններս նաև հոգուխորքում մարմնով բժիշկներ ենք։ Վերջերս մի ոչ այնքան հաճելի հիվանդություն էր ընկել վրաս, ռեյդերի ժամանակ չեմ հիշում երբեր, որին մենք հոգեբան, նարկոլոգ, վեներոլոգ, ոստիկան բժիշկներս անվանում ենք գիտական լեզվով կոչում ենք մանդավուշկա։ Բայց ես չվախեցա, քանի որ ոստիկան մարդ եմ, զենքս հանեցի ու հատ-հատ խփեցի բոլորին։ Ախպելը պիտի տամեն լասկան սովետիկին տենամ։ Բայց սրանով չարժի է մտնել նայտ կլապ ախպեր։ Անի մեր հերշվին հակնեմ։ Այ եսի գործը։ Լավ բառը, բայց են դեմի բառը։ Ստեյա գալու։ Հա, ինքն է գալիսա։ Վայ, սովետիկ, լդրա խարնա չիղանց վիճակը, այ աղջիչան, նորմալ կայլի, էլի։ Այվան, իրեմ դրելա լրիվ էլա տարունցի տեղը, խալն էլ դրելա յանım տեն նման եմ, էլի ինքնա որ կա։ Կես նոտան չունես կի էլա տարունցի, այ աղջիջան։ Աստեմ, սվետ, էկա։ Բարդե, անից եք ընդեն։ Այստեղ անջեք, այստեղ դες հարմարդել եմ, ընդեն։ Այստեղ լավ է։ Դեի մասը ինչ է։ Այստեղ լավ է։ Շնորհակալ։ Դեի մասը, ասած եմ ինչ է։ Գիտեսրեք, որ դրսականից իրոք նայում եղքը չերեք, դա շատ պատահական ստացվեց։ Ես ուզում էի թե զանգել։ Եկիչ բարձր ասա ինչ է։ Սուրճ կկամենայիք։ Եթե կարելի է մի հատ ես։ Հա, ինչպիսին, դառը քաղցր, բուծվող, արևելյան, կապուչինո։ Սուրճ։ Սովորական սուրճ։ Շնորհակալ։ Ես չէի պատկերացնում, որ տենց կստացվի, ուղղակի ներողություն եմ խնդրեմ, ներեցեք։ Այսպես։ Ես խնդրեմ։ Չես պատկերացնում, ես այնքան միայնակ եմ զգում։ Ներեցեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն լավ։ Լավ է։ Շնորհակալություն, մեկը կանչեմ։ Խնդրեմ։ Շատ լավ է։ Ես չեմ խանգարում։ Խնդրեմ, միգուցե ինչ-որ բան կկամենաք, խնդրեմ ծանոթացեք, մեզ մոտ կան բավական հետաքրքիր այստեղ օրինակ։ Նա թող։ Աղջիկ ջան, մենք ես գիրքը կարդացել ենք ու գիտենք, տղին վերջում մեղում է։ Շնորհակալություն։ Չէ, բայց այստեղ ուղղակի Շնորհակալություն։ խնդրեմ։
Մենք էլ 12-ից չասես է, 12-ի մասին արդեն 10 անգամ լսեցի։ Իրեք է։ Հետո կզանգեմ։ Ասի հետո կզանգեմ, հիմա զբաղված եմ։ Հետո, всё, հետ։ Դու հաճախ ստեղծում ես։ Տասերիքսի մասին արդեն միլիոն անգամ լսել եմ, ասա ինչ է կոնկրետ քեզ պետք, որ ես իմանամ։ Ես անհարմար եմ զգում ասեմ, հասկանում ես, ես հղի եմ։ Ինչ եք ուզում։ Ես ոչինչ, ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի։ Լսեք, ինչ պրոբլեմ ունենք։ Հարց ունենք լուծելու, հասկանում եք։ Վայ չէ, մեր տերը ասել է, որ ամեն ինչ լավ պետք է լինի։ Ձեր տերն ասել է։ Սա բանան է։ Լավ բանան է։ Այո։ Ուրեմն սա տանում եք, վերցրեք։ Ես զետեղում եք ձեր տիրոջ։ Ինչպես անկանում եք։ Եվ խնդրում եմ ձեզ, մեր մոխրամանները և հեռաթոստերը մի փոխեք։ Սաղը ձեզ դրել եք փիլիսոպայի տեղ։ Հարամալնի են հացը, որ դուք եք ուտում։ Հաց ասեցի, իշեցի արա։ Որ առավոտից մի գրամ հաց չեմ կերել։ Չմտեմ ես ինչ է այս, մետելիցա մի կտոր հաց ուտեմ, հա։ Ոչ է, բայց ես ինչի տերեմ։ Ավելավա մտնեմ սրա բարը ներքևը, մի բաժակ կոֆե քաշեմ գլուխս, մեզ որ գլուխս աշխատի։ Այժմ ձեզ համար ելույթ կունենա նաշը չերովատելահայա Crazy Սսա Այդ չորրորդ սեղանին մի հատ աղջիկ տղա են նստած, չեն թողում մոխրամանները փոխել։ Չես ասել, որ իմ ակումբում 6 վայրկյան ամեն պտի մոխրամանները փոխվեն, բայց ի Ղուրանում է գրած։ Ասում եմ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ասում եմ չէ։ Կարող է մյուզիկը լավ չեք միացրել, ցածրեք միացրել։ Իմ ակումբի մյուզիկը պտի ունես թնդավը շփտը ռապիզոնից վան պայթի։ Մյուզիկը սպանում է, նոր դենի շենքից երկու հատ բիծան գա։ Իմ ակումբի մյուզիկի սպոդեր մի 6-7 հատ բիծան գնեմ, 15-25 մայրի գնգնեմ, 15-ից 26 տարեկաներ միջին տարիքի երիտասարդներ պտի սատկեն։ Բարել եմ։ Բաժակները լցնում ես։ Վայ չեն հասցնում խմել, լցնում եմ, էլի դժգոհ են, չեմ հասկանում, ինչքան լցնում եմ, էլի դժգոհ եմ։ Մերսեդեսի տղան ինչքան փող տվեց։ 500։ Լավ տուր ինձ դե։ Ոնց։ Բայց դուք սկզբից ասել եք, որ Այսօրվանից կիսվում ենք։ Գնա եկ չում կանչի տվգալ։ Կանչել եք շետ։ Բարստե լավ է։ Երոպերը։ Սովար։ Ինչ պարվի, քանյակա պետք։ 3 առավոտը գազ կտանես։ Давай. Заказы Сергея. մի հատ զակազ։ Տվին $10։ Հա։ Ինչքան տվի։ $10։ Դա 5 դուստ է։ Ոնց։ Բայց դուք սկզբում ասել եք, որ զակազները չեն կեսում, զակազը մնում ինձ։ Դա սկզբում եմ ասել։ Հիմա վերջն է։ Դու $5։ Գնա գործանը, գնա երկի։ Տվա,
Ախեցար։ Չէ։ Ինչի։ Առանձնապես Ախենալու մեռել չի, հատ մեռելա։ դա մերելա, ես սարսափի մեջ եմ։ Դուտակալակ եմ, սարսափելի է։ Դե մի կամաց սովորի։ Ուշս։ Շտապօգնություն կանչենք, շեֆ։ Չէ, շտապօգնության համար ուշ է։ Ալո, բարև ձեզ, հարկայինից է։ Այստեղ էս հարավ-արևմտյան մասիվում դիակ կա ընկած։ Հա, եկեք տարեք։ Խնդրեմ։ Հիմա կգան կտանեն։ Բայց հարկայինը ինչ կապ ունի դիակների հետ, շեֆ։ Իրանք սատկացեշ են մանգալի, վրից նալերը քաշեն։ Շեֆ, տնաս սա լուրջ ա մերել, թե հենց ձերի հետ։ Դու չէ հաչ ես տենում գոյություն չունի։ Պոլնի պրավալը։ Թե դա կիրալի սաղվարդ լավ մարդ ա եղել։ Հիմա լսի ինչ եմ ասում։ Եթե ուզում ես լուրջ կիլեր դառնաս, պետք է ականջի տողանես, որ մեր գործում լավ, վատ մարդ, այդպես բան չկա, մեր գործում մի բան կա, կլենտ։ Իսկ իրան սպանել են, շեֆ։ Սրա, չէ հա, էսի մանթոյից ա մեռը։ Ինչից իմացա, շեֆ։ Դե մայթի կողքն ա մեռը, ուրեմն մանթոյից ա մեռը։ Հիմա լսի։ Հա։ Մեր գործում ամենակարևորը նրբությունն է։ Հասկանում ես, պետք է կլենտին ունեն սպանես, որ ոչ միայն կլենտը հաճույք ստանա, այլ նաև դու։ Կարևորը պարապելն է, պարապելը։ Սպանել, Լենինն ասել։ Բայց ոչ ամեն օր, շեֆ։ Օրինակ 3 օրեմանով 4 սատ ջավելի սպիրտ ծախող եմ գյուլել։ Աղոնց բա դրանց վրա պետք է պարապես օրետո մարդ սպանելը հեշտ լինի։ Ձեռքերը ծալած չի կարելի նստել։ Նստելը նստիր, այդ ձեռքերդ մի ծալիր, 100 հարիկյան։ Հիմա լսի, մի րոպե։ Ալո։ Բարև Տեր Ղուկաս։ Ինչպես եք սրբազան։ Դե մենք ոչինչ, լավ ենք։ Շնորհակալություն։ Գործ կա։ Հա, խփենք։ Պայթացնենք։ Հարց չկա։ Արժի, հա։ Մետելիցա, գիտեմ, լավ գիտեմ։ Պրոսպեկտի վրա արտակարգ ռեստորանը։ Ես այդտեղ շատ եմ ելնում։ Հա, գինը, դե ինչ ասեմ, սրբազան, դու գիտես քո համար 20% զեղչ, հա։ Հիմա ես 1701-ի կապակցությամբ 17% էլ դրանց զեղչն է, մի 20% էլ ես զեղչ եմ։ Դե հա, դուրս եկա, որ մենակ այդ ռումբի փողը պետք է տակելի։ Հարց չկա սրբազան։ Որ սաունայում ես։ Հա, գիտեմ, ոչ չգիտեմ։ Կլարան հետ է, հա։ Դե կբարևես։ Եղավ սրբազան, Աստված օգնական։ Կլարային ենք, պայթեցնում, շեֆ։ Արա կլարան, սրբազանի ընկերուհին է։ Գնացինք, ասում է այդ կլենտի ժիգուլին մետելիցա ռեստորանի կողքն ալելու։ Ես ինչ լավ տեղ ա, շեֆ։ Շատ, ես գործից առաջ մի ստեղ եմ գալիս։ Ինչ կկամենայիք, լավ ջուտ ունենք։ Ջուր։ Չէ, ջուտը ծանր է։ Գործից առաջ մի թեթև բան բեր, լոր բեր։ Լոր։ Հանգստացի։ 2 լոր բերեք, այն որ ունեք, լորի, քյուֆթայա, հետո լորի թևիկները սոուսի մեջ, դրանից բերեք։ Լսի։ Կլենտի հավտով հիշեցիր, չէ։ Ուրեմն կլենտը դուրս կգա 5 րոպեից։ Այդ բոմբը կպցնելու ենք իր ավտոյի տակ։ Պայթացնելու ենք ընթացքում։ Սրբազանը խնդրեց, որ պայթացնենք այդ հրապարակի խաչի մոտ։ Այն խաչը էլի են, որ մեջը ցվետա մուզիկա կա։ Ուժս, շեֆ, ուժս։ Խաչի մոտ, հասկացար։ Բայց ինչի խաչի մոտ, շեֆ։ Որ Աստված օգնական լինի մեր սուրբ գործին։
Այս բոմբը բռնի։ Այս հեռանկար В общем, это пульт, паим, это кармир кучака там. А это писахнес. Այս մնացած չէ, այդ մնացածի հետ գործ չունես, այս մնացածին որ ձեռ տվի, ամբողջ հրապարակը կտրակի։ Այս պուլտը պահի հələ։ Հիմա տես ինչ ես անում։ Պահի, ինձ նայ։ Հիմա գյոզերով դուրս ես գալ։ Հա։ Մոտենում ես այդ կարմիր ավտոյին։ Կարմիր, հիշի, կարմիր։ Կարմիր։ Ապրես, հետո նայում ես աջ ծախ։ Այ ապրես, լդ նայ, շատ լավ նայում ես։ Մի բան չի։ Հետո կզում ես, լսում ես, կզում ես, ու գյոզերով այդ բոմբը կպցնում ես ծախ կռիլոյի տակ, հասկացար? Շը, գուտ չեմ։ Որ հասկացար, ասա ինչ ես անդել։ Ինչ եմ անում։ Ուրեմն կռիլոն մոտեցնում եմ ավտոբուսին, իջնում եմ, բոմբը մի աջ ծախ կպցնում եմ, հետո մի չել կզում եմ։ Հետո նստում ես մեքենա, վերցնում ես այս գիրքը ու կարդալով սպասում ես ինձ։ Ինչպես հրապարակի խաչի մոտ պայթեցնել դիմացի մեքենան։ Գիրքը նվիրվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հարահանդեսի կազմակերպիչների հիշատակին։ Սրա հեղինակն ով է, շեֆ։ Արա սա հեղինակ չունի, արա։ Սա ողբերգական էպոս է։ Սրա հեղինակը ժողովուրդն է։ Դու այդ ռումբը ու պուլտը վեկալ գնա։ Գնա ցավը տանեմ։ Շատ գյոզերով գնամ, շեֆ։ Ահա որ։ Ужас, ужас. Pasar de los años, hay que dar bien los pasos, tomar el mejor camino, aunque se te haga el más largo. Pasar de los años, de las penas se aprende, el corazón se hace duro y el sentido. Իմ էր որ բան պատահի, կնոջս կասես, որ կասայի մեջի փողերը կարահանը, ինքը կասան դրացա զուգարանի բաչոկի մեջ, իրա ֆորմա խոզի ֆորմա է, էլի կասայի, ես փողի տեղով։ Եղավ, գնա։ 10 տարեկանից հավաքել եմ, ինչև Ղարաբաղ կոմիտեի ստեղծվել է։ Ահ, շեֆ ջան, ինչքան կդի մեջ է։ Արես, խփել ես քեզ, դու գնա արա։ Թող հաց ուտենք, գնա։ Просто ужас։ Agua que cae del cielo sobre las olas del mar. Պայթեցնեմ, շեֆ։ Չի սպասի։ Հրապարակի մոտ չենք, խաչի մոտ չենք, ու պայթացնես։ Ես ինչ ավտո է։ Հա? Ես ինչ մաֆիոզներ են մեջը։ Պայթեցնեմ, շեֆ։ Պայթեցնեմ։ Ես կասեմ, սպասի։ Արես սպիտակ 06-ը կարող է դեպից սա գալիս։ Հա? Շատ կասկածելի է։ Պայթեցնեմ, շեֆ։ Շեֆ, պայթեցնեմ։ Փերի։ Հրապարակ չենք ասել, խաչին չենք ասել, ու պայթացնեն։ Այդ մատատ այդ կարմիրի վրից վեկան հանգարց կպայթացնեն։ Պայթեցնեմ։ Կասկածը կասկած, բայց սպասում եմ այդ 06-ի շոֆերին փորձը։ Ռոլը հավասարվի, արի։ Հավասարվի։ Ապեր, մի բան ասեմ քփուր չտաս էլի։ Ասա։ Հետևի դուռը բաց է։ Մերսի ցավը տանեմ։ Եղավ ախպերս։ Հիմա ինչ անեմ, ասա։ Պայթեցնեմ, շեֆ։ Արա, որ բան եմ ասում, լսի արա։
Կարող է դու ինձ բուտի տեղես դրել։ Հետո ինչ որ գլուխս քառակուսի է, որ բան եմ ասում լսի արա։ Պայթեցնեմ շեֆ։ Արա մայրիկա կայնած արա, փողը հավաքում։ Մայրիկին պայթացնենք արա։ Հանգստացելի բես։ Շեֆ լավ վարիանտ է, գիտես։ Սպասի։ Նորմալ սպիտակ զրովեց, չի որ պատը։ Արա հա էլ այդ դուրը բաց զրովեցն է։ Այդ ինձ ասում են ծիգողացողը ձու էլ կգողանա, սրից էլ կընգնի։ Բա ոնց, դե գնացեք, որտեղ ձեր եք ասեք ընդեղ էլ իմ ասեք։ Ինչ ես փնփնթում, այ աննպատակ կենթանի։ Չհասկացա, ով ես այանն ասում։ Խիստ բանիր դու ինձ արա, այ անպատճույճ գերեզմանափոր։ Նախ և առաջին, հետս արայով չխոսաս։ Նախ և երկրորդ, խեստ ինձ կանաչել,ար ես կանաչ մարդկանց չեմ ճանաչում։ Կարող ես են կարմիր խալաթով հիվանդը դու ես։ Մեկա չեմ ավատա։ Խի մի ժամվա մեջ սենց կանաչել են կանաչում, ոնց որ կանաչի ծախողն ես։ Նախ և երորդ, դու ինձ զրպարտում ես, խի ես կեզ սպանեցի։ Որ ասեմ տատիկիս աներձակը կհավատաս, դու սպանիր, ես ինձ համար հանգիստ ինֆարկտ էի ստացել, կարայր չէ նորմալ վիրահատել, չէ, ձեռի է տարիր, ու հիմա վախկոտ նապաստակի պես, կեզ աչու ձախ ես կծում, որ չխպեն։ Դու տուվտա, վախկոտ նապաստակը դու ես ու քո անդուր կչացած շրջապատը։ Լավ, նապաստակ չես զում, թողլի ճագար, դե հիմա լսի, այ ճագար։ Դու ճագարն ես դու, դոդոշներ։ Ձենդ մի բարձրացրու, այ ճագար, դու այ ճագար կա, թե ուզում ես քֆուր տամ, դու երևի չգիտես, որ իմ քֆուրը 3 ժամից տեղ ասնում, 6 ժամից իրականանում է, 12 ժամից էլ քֆուրի ռիպորտն է գալիս, պատասխանը։ Խի կարող եմ ենք քֆուր տալ չենք իմանում, դու ով ես է, ով այ սուջուխի կլեմ։ Լսի բան եմ ասում, տավար, բայց հաճույքով մի լսի, որտև ես քաղաքում ձևնը տենց է, ում լսում են հաճույքով, բամբասում են ավելի մեծ հաճույքով։ Բա ոնց լսեմ, կոզլիկ։ Դե հաճության, այդ քեզ օգտակար կա։ Այսինքն ուզում ես ասել, հաճելին չհամատեղեմ օգտակարի հետ։ Դու այդ տղա ջան, այդ հաճելին էլ, օգտակարն էլ, դա հաճեն ու վնասակար։ Բա հա բայց կոնկրետ, ես ինչ կապ ունեմ ասածիդ հետ։ Դու էլ ընկած 10,000 ես ման գալիս, դու հոպեգոն չես։ Արա բայց ինչ հիմար կյա դա է դա։ Այն մարդը զիմզիմով, հո չեր ասում չեմ տալիս։ Ասում է բարա թե բի, փողը տա, են է թա առրիքի բարատ։ Են էր իր տեղին ասում են առրիքի փող, առրիքի բարատ, առրիքի փող, առրիքի բարատ, առրիքի փող։ 3 ժամ, հրովա պիեսը, 1000 թումանի մասին էլի, մութը։ Էլի եմ ասում, ախր անունըտ էլ չգիտեմ, ոնց դիմեմ, դու այ կանաչ մարդ, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Տղա ջան, դու էլ ես սաղ կինոն հարամ արեցիր քո $10,000, դու այ մող ես, դու չգիտես, որ այսօրով ոչ թե $10 է, 10 դրամ քեզ տվող չի։ Դե տվողի դու տայիր, ինչ քսեր ես քաքի մեջ, ոչին։ Ու իմացի մարդնի մերնուս մի քիչ ակուրատնի մերնի, որ ընդհանրապես հետևից պարտքեր չթողնի այսքան բան։ Նախ եւ առաջ այդ տղա, ես ոչ մի կին էլ պարտ չեմ, ոչ մի կոպեկ։ Ոնց։ Շատ հանգիստ, դու քո ազգին չես ճանաչում։ Սատկացեշն մանգալից որ վրից նալերը պոկեն, բաշի բուզուկների ամբող, ես շատ վաղուց եմ ծնվել։ Այն ժամանակ ամեն մարդը թույլ չեն տալիս ծնվել, ստուգումներ են կատարում, պարզում, արժի որ այս մարդը ծնվի ընդհանրապես թե չարժի, իսկ հիմա ինչ, բաշի բուզուկները որ ծնվում են, ավելին ասել, բաշի բուզուկներ կան, բաշի բուզուկներ են, որ ծնվում են առանց բաշի։ Ոնց առանց բաշի։ Այսինքն հասկացա։ Դե լավ, գնա քանի ժամանակ։ Հիմա պիտի ասի հրաչի կուրսի մեջ է։ Արա այդ հրաչնով եղավ է։ Արա ժողովուրդ այդ հրաչնով է։ Արա չիմանանք այդ հրաչնով է, հրաչը ով է։
Դե գնա ու ձեր գետի դրանցից ազատվելու։ Գնա խփի, գնդակարի, ռուբդի, թող վերանան, հələ թող վերանա այդ քծողների աշխարհը։ Գնա այդ արվեստագետներին էլ տրակացրու։ Իրար հետ լպստվելուց հետո գնում են իրար վայրահաճ են տալիս այդ մարմնավաճառները։ Ախր շամպես սատկելու եք բոլորը, շամպես։ Բյուջե ուտող ամենավերջին պաշտոնյայից սկսած, մինչև մեծամիտ ու բամբասկոտ դերասանն ու երգիչը, շամպես սատկելու եք, 40 սերուն տանջվելու եք ու սատկելու եք։ Դե գնա ուտես, թե ինչ ես անում։ Հա, պարզա, հրաչ, ուկաս սրպազան, ով եք դուք, հա, որտեղ եք, հա, դասեք դեսնեմ ովքեր եք, կաք, թե չկաք, դուք կաք, բայց գլխիս մեջ եք, դուք գլխներիս մեջ եք մտած, մի ժամ, տո ես ձեր մի ժամնել, մի տարինել, տո ես ձեր մի կյանքնել, դի սպասեմ, որ ինձ կա խպեք, հա, առը ձեզ, դուք ինձնից շուտ եք խպնվելու, սաղըտ էլ խպնվելու եք, դուք պիտի մեռնեք, որովհետև ձեզ թվում է, որ ձեր դեմ խաղ չկա, ու ամենամեծ ցավն է, որ մեզ բոլորիս է դա թվում, ոնց են ասում, մեկ է, իրենց անելու են, ինչ ուզում ես արա, հա, դե հիմա ինձ լսեք, դե լսեք քծողներ, սուտասաններ, բամբասողներ, անմեղ տեղը մարդ սպանողներ, ուրիշի հաշվին հարստացած թափ թփուկ շներ, դե լսեք, դուք սաղըտ ոռնալով եք սատկելու, հա, սատկելու եք, ու ես տեսնելու եմ ձեր սատկելը, ուզում եք ինձ խփեք, դե եկեք խփեք, ավելի լավ կլինի խփեք, քան թե քծեք, դե եկեք ասում եմ ձեզ։ Քծել թե չքծել, այս է խնդիրը, որն է սրանցից, ճիշտ ավելի, ձեր կեղծիքը լուր, ընդունել կատակ, թե թեքել ընկնել, ձեր կատոկի տակ, քծել թե լռել, թե ստեղից թռնել, թե զենք վերցնել ու կանգնել շոշին, հանել գրսնել ձեր կեղտոտ դոշին, գուցե վախենալ ձեր բարձր դիրքից ու դրանով էլ զրկվել հաճույքից, թե ձեր ոտքերը պոկել հետույքից, սպասեք դուք տիտրեր, ձեզ չէի կանչում, ձեր հերթել կգա, ես չեմ վերջացրել, ասեք չգիտեմ, էլ չեմ դիմանում, հոգրեզի տաժանակիր, մեկ ժամյա վասկից, լսում եք դուք ինձ, կամ ես, կամ էլ դուք, ու եթե հիմա վերջանա հանկարծ, կաշմարը այս մեծ, կաշմարն այս տահեղ, ուրեմն հաստատ, դուք եք ինձ հաղթել եք դուք ինձ, գետին տապալել, շամանակ չունեմ, թե չէ ձեր նմանների լավը